Հոր եւ որդվո եւ օգնույն սրբո ամեն։ Փորձությունները արիթ են Աստուծո ավելի մոտենալու, թե բաժար են Աստուծմե հեռանալու։ Ըլալով մեծ բահոց շրջանի մեջ, ուրչարը իր խորամանկ ծևերով առավել եւս գփորձե մեր գետրոնացումը դիրոճմե հեռացնել, ուզեցի այս նյութի մասին խոսիլ։ Մենք երբ նայենք մեր շուրջ, բոլորս ալ պիտի գիտնանք, որ փորձություններով լեցուն աշխարհի մեջ է որ գաբրինք, փորձությունները անբագաս են մեր կյանքեն։ Նույն ինքն մեր Տերը Հիսուս Քրիստոս այս աշխարհի վրա 2000 տարիներ առաջ փորձության ենթարկվեցավ չարեն։ Փորձությունները միշտ ալ պիտի ելան մեր կյանքեն ներս։ Մանավանդ այս օրերուս, ուր ամեն տեղ բادرազներու լուրեր կլսենք, երկրաշարժներու մասին կլսենք, համաճարակներ, հիվանդություններ եւ շարքի երկար է։ Հետաքրքրական է, որ այս բոլորը Սուրբ Գիրքի մեջ հիշված են, որ պիտի բադահին։ Այսինքն Սուրբ Գիրքը մեզի գսե, թե պատրաստ եղեք, դուք, որ երկրի վրա գաբրիք, որովհետև չարը ոչ մեկում պիտի խնայե։ Հաջող մարդ եւ մարդ նյութի շուրջ վեճ կունենան։ Այս կամ այն պատճառով վեճը գրնա երկարիլ եւ գրնա գրիվ դառնալ, եւ եթե գրիվը շարունակվի, գրնա պատճառ դառնալ մեգուն կամ ույսին մահվան։ Ճիշտ հոս է, որ մարդը, որպես բանավոր էակ, պետք է գիտակցի, որ իր գրիվը մարդոց թեմ չէ, իր գրիվը չարին, սատանային թեմ է։ Եվ սատանան շատ խորամանկ է, ինչպես որ ասկ ասկի թեմ գահանե եւ մարդ մարդու թեմ գահանե, նույնպես ալ մարմինը հոգիին տշնամի կդարձնե, որպեսզի մեր ներքին խաղաղությունը գործընծնենք։ Յուրաքանչյուրիս մարմինը սատանային փորձության դաշտն է։ Հոս է, որ քրիստոնյան ինքզինք պիտի փաստե եւ պիտի բայկարի չարին թեմ, որովհետեւ մահեն վերջ մարդ ոչինչ կրնա անել։ Եվ դժբախտաբար մարդիկ միայն մարմնի աչքերով գտիդեն ամեն ինչ եւ կոծած են իրենց հոգիի աչքերը։ Փորձանքը չարեն գուկա։ Մարդը այդ փորձանքներուն թեմ տնելու համար իր հավատքը եւ հույսը պիտի գործածե որպես զենք գրվելու համար չարին թեմ։ Հակոբոսի գիրքին առաջին գլխում մեջ կգարտանք։ Գիտեք, որ փորձությունը համբերություն գծնի, եթե հավատքը փորձին դիմանա։ Փորձություն, համբերություն եւ հավատք։ Երեք իրականություններու մասին է, որ մեզի կհիշեցնի Աստվածաշունչը։ Վաղը Սուրբ Գրիգոր Լուսավորիչի չարչարանքներուն եւ խոր վիրապ նետվելու հիշադակի տոնն է։ Բոլորս ալ գիտենք, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ահրելի չարչարանքներ գրեց, որոնց մեջ ետք խոր վիրապ նետվեցավ։ Սակայն վերջավորության ամբողջ ասկը փրկության առաջնորդեց։ Ան փորձություններուն դիմացավ եւ համբերեց իր հավատքի զորությամբ, որովհետեւ շատ լավ գիտեր, թե Տերը իր գողքին է, եւ եթե Տերը մեր գողքին է, ով կգնա մեզի հագարագիլ։ Հետևաբար, փորձությունները մեզի ավելի օգուտ ունին, քան վնաս։ Այնքան ադեն, որ մեր հավատքը գանկուն է, հույսը եւ համբերությունը չենք գործընծներ, մենք ենք շահավորը։ Եթե Աստված մեզ գսիրե, ինչու մեզ փորձություններու կենթարկե։ Աստված կփորձե մարդը։ Աստված չի փորձել մարդը, բայց թույլ կուտա, որ մարդը փորձութենե անցնի։ Այս կետը գուզեմ շեշտել, Աստված չի փորձել մարդը, բայց թույլ կուտա, որ փորձությունները անցնի։ Բայց թույլ կուտա, որ փորձութենե անցնի մեկ բաժարի համար։ Մեր հավատքը առավել եւս աճեցնելու համար։ Չեք հիշեր ինչ պատահեցավ, երբ Հիսուս իր աշակերտներուն հետ նավակ մտավ, որպեսզի լիճին մյուս կողմը անցնին։ Այնքան զորավոր փոթորիկ մի ելավ, որ ալիքները գրեթե նավակը պիտի ծածկեր։ Հիսուս հոն էր եւ քնացած էր նավուն մեջ։ Իր աշակերտները կյանքի եւ մահվան բայկար կմղեին։ Աշակերտները տեսան, որ ալ չեն գնար դոգալ
Հիսուսին արտընծուցին, Հիսուս ելավ լիճը հանդարտեցուց և հետո իր աշակերտներուն ըսավ, ուր է ձեր հավատքը։ Կյանքը նավարգության գնմանի, ինչպես որ Քրիստոս ներկա էր աշակերտներուն նավակին մեջ, նույնպես ալ հիմա Քրիստոս ներկա է մեր կյանքի նավակին մեջ։ Մեզի կմնա որոշումը, եթե գուզենք ըստ Քրիստոս քնածած բահել, թե արթուն։ Նշանավոր խոսք մգա որ գսե, այնքան ադեմ որ չուրը նավեն դուրս է, չի գրնար ընգրմել նավակը, բայց այդ վարգյանին, որ նավուն մեջ մտնելու ջեղք մգը գտնե, զինք վարգը քաշե և գնգրմե։ Ուստի, մեր կյանքի նավուն շուրջ եղած չուրը, այսօր գրնա հանդարտ լալ, բայց վաղը ալեգոց։ Մենք պետք է պատրաստ լանք կրվելու այդ ալիքներուն հետ, որ մեզ ամեն կնով պիտի արգիլեն հասնելու նավահանգիստ։ Եվ ինչպես որ Պետրոս չուրերուն վրայեն քալելով դիրոջ կով կնած փոթորիկին մեջ, ինչ որ գխորհրդանշե չարին փորձությունները ոտնագողելը, նույնպես ալ մենք կրնանք քնել, որովհետև Քրիստոս ըսավ, ցեզի իշխանություն դվի սատանային բոլոր զորությունները ոտնագողելու։ Դարձյալ Հակոբոսի նամակի մեջ կգարտանք, փորձության մեջ եղող ովևէ մեկը թող չսե, թե Աստված է որ զինք կփորձե, որովհետև Աստված մասնագից չէ փորձություններուն, որոնք չարեն գուկան։ Ոչ ալ ինք մարդիկը փորձության կենթարկե։ Աստված բեք չունի մեզ փորձելու, որովհետև մենք իր ցերկին գործն ենք և ինքը գիտե մեր հավատքի զորությունը որքանով աճած է և որբեսի մեր հավատքը առավել ևս աճեցնե, Աստված թույլ կուտա, որ փորձութենե անցնենք։ Բայց թույլ կուտա, որ փորձութենե անցնենք, հոս կարևոր գետ մը գուզեմ շեշտել, մեզ մինակ չի ցկեր այդ փորձության մեջ։ Ինչպես որ չի լքեց աշակերտներուն նավակին մեջ, նույնպես ալ մեզ պիտի չլքե փորձություններու մեջ, երբ զինք կանչենք։ Աստուծո սերը մեզի հանդեպ անքննելի է։ Աստված մեզ այնքան սիրեց, որ իր իսկ պատկերին նման շինեց մեզ։ Մարդը մեղանչեց, դարձյալ Աստված անոր փրկության հասավ, մարդկային մարմին հագվեցավ, փորձությունները անցավ, նախատվեցավ, ապտակվեցավ, չարչարվեցավ, խաչ ելավ, թաղվեցավ և երրորդ օրը հարություն արավ և հաղթեց մահվան։ Նշանավոր Վասկի Ախոյան, Յուսեին Բոլտ, շատ նշանավոր խոսք ունի, ուր գսե, ես 4 տարի կմարծվիմ, որբեսի 10 երկվարգյան վազեմ։ Ասոնք մեզի ապացույց են, որ չկա հաղթանակ առանց դարաբանքի։ Ներկա թարուս տշպախտաբար, երբ փորձանք մբադահի, շատեր գարդահայտվին, ուր է Աստված։ Ես միշտ գաղութեմ, ինչու Աստված ինձ այս փորձանքը բերավ։ Այսինչյանը կյանքին մեջ չաղոթեր, ոչ ալ եկեղեցի գերտա, իդես իրեն պամնալ չլար, մինչ ես, որ ամեն գիրագի եկեղեցի գերտամ և միշտ գաղոթեմ, փորձության մեջ կինամ։ Երիտասարդ հոգևորական մը ձերունի գնոջ մը գահարցնե։ Մայրիկ, ինչու կգարձես, որ մարդ արարածը աշխար գուկա։ Ձերունին կպատասխանե, դղաս, որովհետև երկնքի արքայության ջամփան հոսկե կանցնի։ Ճիշտ է ձերունիին պատասխանը։ Երկինք երթալու համար նախ պետք է երկրեն անցնել։ Եվ երբ երկրեն պիտի անցնիս, երկու ընտրություն ունիս։ Կամ պիտի անցնիս երկինք հասնելու մտադրությամբ և կամ պիտի անցնիս որպես զբոսաշրջիկ, տուրիստ։ Եվ որովհետև սատանան իր դեղը գործընծուց երկնքի մեջ և երկիր նետվեցավ, ուստի մենք առանցին չենք հոս։ Ներկա դարուս մարդիկ կփորձեն իրենց Facebook-ի և Instagram-ի էջերուն վրա առավելագույն չափով հետևորդներ հավաքել, որպեսզի իրենց ուսուցումները, դեղեցությունները, որևէ մեկ գիտություն, որ ուզեն փոխանցել,
արագ ձևով դարաձել, ինչ որ լավ է եւ բավական ժամանակ կխնայի մարդուն։ Հետևորդներ ունենալը կամ ընդհանրապես social media կորզածելը սխալ չէ։ Սխալ գլա այն ադեն, երբ միայն նյութական եւ աշխարհիկ շահեր ցերկ բերելու կծարայե։ Ինչու այս օրինակը դվի, որովհետեւ մի զարմանակ երբ որ ասեմ, որ Սատանան իր չար ուսուցումները փոխանցելու համար շադոնց սկսած է հետևորդներ հավաքել եւ իր հետևորդներուն թիվը աճեցնելու համար մեզի կմոտենա։ Զգուշ եղեք, Սատանան միշտ պատրաստ է գորուստի մութ ջամփան, ուր լույս չի գա, այնքան սուտ լույսերով զարդարելու, որ փրկության լուսավոր ջամփան անհետաքրքիր թվի մարդուն։ Եվ ավելի հետաքրքրականը, որ ինքը Սատանան, թեև փրկության արժանի չէ, փրկություն չունի, բայց փրկության ջամփուն գողմը գեցած է, որբեսի ով որ այդ ջամփան մտնե, փորձե իրեն մույս ջամփան ղրգել։ Քիչ առաջեսի, այսինչյանը կյանքին մեջ չաղոթեր եւ ոչ ալ եկեղեցի գերտա, դես իրեն բան մնալ չլա, մինչ ես որ ամեն գիրագի եկեղեցի գերտամ, ամեն փորձանքները իմ գլխուս կուկան։ Չարը մեզի կմոտենա, երբ շիդակ ջամփու վրա ենք։ Երբ գորուստի ջամփու մեջն ենք, չարը պետք չունի մեզի մոտենալու, որովհետև մենք իրեն համար աբահով տեքնածու ենք։ Մեր նախահայրերը ասած են, երբ Աստուծո պիտի ծառայես, փորձության պատրաստ է անցդ։ Ուստի այնքան ադեմ որ զաստված, որպես փրկիչդ կտավանիս, քիծիր որ միշտ ալ փորձության պիտի հանդիպիս։ Հետևաբար, փորձությունները առիթ են, որ Աստուծո ավելի մոտենանք, քան պատճառ Աստուծմե հեռանալու։ Ինչպես կարելի է հեռու մնալ փորձությունները եւ կամ հաղթել անոնց։ Փորձություններ միշտ ալ պիտի ելան, չենք կրնար հեռու մնալ փորձությունները, բայց գրնանք հաղթել անոնց։ Պատմությունով մը պիտի փորձեմ կարևոր գեդեր ցույց տալ, որոնք գոքնեն, որ մենք մեր անձերը ավելիով ճանչնանք։ Ինչու գսեմ մենք մեր անձերը ավելիով ճանչնանք, Զարե arczepiskopos Ազնավորյան շատ գեղեցիկ դողմ ունի այս կապակցությամբ, որ գսե, որևէ գործի կամ հարաբերության մեջ զորավոր եւ աբահով է այն մարդը, որ գիտագից է իր առավելություններուն եւ դգարություններուն։ Հետևաբար, մենք որքանով որ մենք մեզ կճանչնանք, մեր առավելությունները եւ դգարությունները կճանչնանք, այնքան զորավոր եւ աբահով ենք փորձություններուն դիմաց։ Պատմությունը հետեւյալն է։ Բահմը երևակայեցեք մադիդներու գործարանը, ուր մադիդներ կշինվին։ Նախքան մադիդը դուպին մեջ տնելը, մադիդներուն վարպետը ըսավ անոր։ 5 բան կա, որ տուն պետք է գիտնաս նախքան մեծ աշխարհ երթալդ։ Միշտ հիշի ասոնք, որբեսի դառնաս ամենալավ մադիդը որ գոյություն ունի։ Առաջին, տուն հրաշալի բաներ կրնաս ստեղծել, բայց միայն այն ադեն, երբ ցկես որ մեկը իր ցերքին մեջ բահե քեզի։ Երկրորդ, ամեն անգամ որ ստիպված են քեզ սրել, դաշել, տուն ահրելի ցավ պիտի սկաս, բայց միշտ հիշե, որ ադիգա գլա, որ տուն ավելի լավը դառնաս։ Երրորդ, տուն պետք է գարենաս ուղղել եւ սրբակրել քու գործած սխալներդ։ Չորրորդ, ինչ մագերևույթի վրա որ գործած են քեզի, միշտ հետքդ պետք է ցկես։ Հինգերորդ, քու ամենեն արժեքավոր մասդ ներսդ է։ Ահա վասիկ 5 կետեր, որոնցմով գուզեմ պատասխանել այս վերջին հարցումին։ Մադիդներուն վարպետը ըսավ մադիդին նախքան մեծ աշխարհ երթալդ, միշտ հիշե այս 5 կետերը, որբեսի դառնաս ամենալավ մադիդը որ գոյություն ունի։ Յուրաքանչյուր մարդ, որ գոյության կբերվի Աստուծո կողմէ, գուկա իր շրջապատին մեջ բագաս բամը ամբողջացնելու,
արցունք մը սրբելու, մեղավորներուն աբաշխարության գանչելու, ջամփային շեղած մը ուղղության բերելու, եթե ամեն մեկ մարդ գարենար միայն մեկ հոգի ազատել մեղքի ջիրաններեն, եթե ամեն մեկ մարդ իր քալով այս աշխարհ գարենար վերջ դնել միայն մեկ դժբախտության, գրնամ ասել, որ մեր աշխարհը դրախտի կվերածվեր։ Առաջին, տուն հրաշալի բաներ գրնաս ստեղծել, բայց միայն այն ադեն, երբ որ ցկես, որ մեկը իր ցերքին մեջ բահեկես։ Մեկը Աստված է։ Ցկե որ Աստված գործե քու միջոցավդ։ Մեր սրդի դռները միշտ բաց բահենք Աստուծո առջև։ Թող Աստվածը լա մեր հոգիի նավաբեդը, որբեսի զայն անխորդակ հասցնե թեպի նավահանգիստ։ Երկրորդ, ամեն անգամ որ ստիպված են քեզ սրել, դաշել, տուն ահրելի ցավ պիտի սկաս, սակայն միշտ հիշե, որ ադիգա գլա, որ տուն ավելի լավը դառնաս։ Այս աշխարհը պիտի փորձե մեզ ցավցնել, փորձել, բայց այդ ցավը մեզի ավելի պիտի զորացնե եւ ավելի սուր պիտի դարձնե։ Շատ լավ գիտենք, որ սուր մադիդը շատ ավելի լավ եւ հստակ կգրե, քան չդաշված մադիդը։ Երրորդ, տուն պետք է գարենաս ուղղել եւ սրբակրել քու կործած սխալներդ։ Երբ սխալը կամ մեղքը կործենք, աշխարհի վերջը չէ ադիգա։ Փորձենք այդ մեղքը սխալը սրբակրել։ Ամեն մադիդ իր վրա սրբիչ ունի։ Նույնպես ամեն մարդ իր մեջ Սուրբ Հոգին ունի։ Հետևաբար, երբ մեղքի մեջ գինանք, Սուրբ Հոգիին խնդրենք, որ մեզ դեպի ճիշտը եւ գադարյալը առաջնորդե։ Չորրորդ, ինչ մագերևույթի վրա որ գործածեն քեզ, միշտ հետք պետք է ցկես։ Ուր որ ալ երտաս կյանքիդ ընթացքին, լավ հետք ցկե յետևեդ։ Թող մարդիկ ըսկան, որ դարբեր ես ուրիշները։ Պետրոս Արաքյալ գբատվիրե ի կորս տնել Աստուծո կողմէ մեզի դրված շնորհքները, ըսելով. Ցեզմե յուրաքանչյուրը իբրև Աստուծո բազմադեսակ բարգևներու իրավ դնդես, իր ստացած շնորհքը ուրիշներուն թող մատակարարե։ Խոսելու բարգևը ունի, թող Աստուծո պատգամները մատակարարե։ Ծառայելու բարգևը ունի, թող ծառայե որքան որ Աստված կարողություն կտա, որպեսզի ամեն ինչով Աստված փառավորվի Հիսուս Քրիստոսի միջոցով։ Հակոբոս Արաքյալ ալգսել. Ինչ օգուտ այն մարդուն, որ գսե թե հավատք ունի, երբ որ հավատքին արդահայտություն եղող գործեր չունի։ Հետևաբար առանց գործերու հավատքը անօգուտ է։ Հավատքը միայն իրար գիտնալ եւ ճանչնալ չէ, այլ հավատքին պետք է գաբենք մեր կյանքը։ Ինչպես մարդոց հանդեպ ունեցած մեր վերաբերմունքը ցույց կտա մեր նկարակիրը, նույնպես ալ մեր կյանքն ու գդարած մեր գործերը ցույց կտան մեր հավատքը։ Հետևաբար, փորձենք բարին գործել, լավ օրինակ դառնանք մեզի հաջորդող սերունդներուն, դեր դառնանք տղարներուն եւ շիդակ ճամփու մեջ բերենք գործվածներուն, քաչ գիտնալով, որ ողորմությամբ Աստված քեզի բարդական գնես։ 5-րդ եւ վերջին, քու ամենեն արժեքավոր մասդ ներսդ է։ Ինչ արժեք ունի մադիդը առանց մեջի գաբարին։ Նույնպես ալ ինչ արժեք ունի մարմինը առանց հոգիին։ Մեր մարմինները գերագուրով կսնուցանենք, որպեսզի կարենանք ապրիլ եւ գոյատևել։ Սակայն պիտի չմոռնանք մեր հոգիները սնուցանել, որպեսզի մեր մեջ կանգուն մնա հավատքը եւ կարենանք բարին եւ ճշմարիտը խոսիլ ու գործել։ Եվ չմոռնանք, մարմինը ժամանակավոր է, բայց հոգին հավիտենական։ Մեր կենտրոնացումը հոգին վրա պետք է լա մեր բոլոր կյանքի ընթացքին։ Մարմինը կարևոր է, որովհետև հոգին անոր մեջ կբնակի ժամանակավոր կերպով։ Այսինքն մարմինը հոգիին դունն է, եւ մեկը գա, որ իր բնակած դունը մաքուր չի բահեր։ Աղոթենք, որ Աստված մեր բոլորին իմաստությունը ավելցնե
եւ մեզի զանազանության շնորհքը բարգեւե, զանազանելու ճիշտը սխալեն, չարը բարիեն եւ օգտակարը անօգուտեն, որբեսի հասնենք հավիտենական լույսին եւ ճշմարիտին։ Անոնք, որոնք չեն գիտեր Աստուծո հերացայնին թիվը, թող գրեն իրենց կով։ Աղոթքը Աստուծո հերացայնին թիվն է։ Երբ կուզես Աստուծո հետ խոսիլ, մտիր սենյակդ, փակե դուռդ եւ աղոթե, ու պիտի տեսնես, թե ինչպես Տերը պիտի պատասխանե։ Ծնողներ, ձեր զավակներուն աղոթել սորվեցուցեք, որբեսի երբ չարը փորձության մատնես իրենք, գարենան թյուրությամբ անոր հաղթել, եւ ան որ իսկապես գաղոթե ու գաղաչե անոր, գստանա իր խնդրածը։ Նման հիվանդին, որ չի մերժվիր բժիշկեն, մինչև որ բուժվի, նման Պետրոսին, որ խնդրեց եւ քալեց ճուրին վրա դիրոջ կով երթալու համար։ Թող մեծ բահոց այս շրջանին գիտակցենք մեր գդարած մեղքերուն ու սխալներուն եւ բահեցողության քաղցր ճուրով լվանք մեր եւ մաքրենք մեր սրտերը, որբեսի արժանանանք երկնքի արքայության մեր Տիրոջ հետ Հիսուս Քրիստոսի հետ լալու համար հավիտյանս հավիտենից